Այսօր սյունեցիների մեծ մտահոգության առարկաներից մեկը դա Արցախի եւ Արցախահայության ճակատագիրն է։ Պատմականորեն Սյունիքը եւ Արցախը մեկ միասնական մարմին են եղել, մեկ միասնական ճակատագիր են ունեցել, միևնույն բարբարն ունեն, միևնույն ավանդույթները, միևնույն կենցաղը, պատմական որոշ փուլերում նույնիսկ մեկ միասնական պետություն են կազմել։ Բավականին շատ օրինակներ ունենք ռազմական համագործակցության ոլորտում։ Ես միայն հիշեցնեմ Դավիթ Բեկի ազատագրական շարժման տարիները, երբ Ավան Յուզբաշին արցախյան զորաճոկատների գլուխ անցած ամենակրիտիկական պահին փրկեց ազատագրական պայքարին, որը կրկնում եմ գլխավորում էր Դավիթ Բեկի կողմից։ Այնուհետև կուզենայի հիշել նաև Սարդարաբադի հերոսամարտը, երբ փաստորեն եւ իրականում դրված էր մեր ժողովրդի լինել չլինելու հարցը։ Եվ մենք երբեք չենք մոռացել ու չենք մոռանա այն դերակատարությունը, որ այդ օրերին ունեցավ Ղարաբաղյան զորական ուժը, մեծ փառքի արժանացած մեր սխրանքներ գործած հրամանատարների գլխավորությամբ։ Եվ այս ամենն է նկատի ունեցել նաև Լեռնահայաստանի սպարապետ Գարեգին Նժդեհը, երբ հռչակել է, որ առանց Արցախի եւ Սյունիքի չի կարող լինել խոսք ամբողջական Հայաստանի մասին, չի կարող խոսք լինել Հայաստան պետության կայուն ընթացքի մասին, չի կարող խոսք լինել Հայաստանի անվտանգ ընթացքի մասին։ Սակայն եկավ 2023 թվականի սեպտեմբերյան զուլումի ժամանակները, երբ մեր աչքի առաջ հազարավոր արցախահայեր մի քանի օրվա մեջ բռնությամբ տեղահանվեցին իրենց պապենական օջախներից։ Այսօր մենք հավատացած ենք, համոզված ենք, որ արցախյան խնդիրը փակված չէ, արցախյան խնդիրը լուծվելու է, եւ այդ հույսը ավելի առարկայական, ավելի իրական կդառնա, եթե մեր պետականությունը, եթե հայոց պետությունը շատ թե քիչ օգտակար լինի այդ խնդրի լուծմանը կամ առնվազն չխանգարի այդ խնդրի լուծմանը։ Արցախի մասին խոսելիս հնարավոր չէ չհիշել Արցախյան 3 պատերազմում նահատակված մեր հայրենակիցներին։ Միայն վերջին պատերազմում, 44-օրյա պատերազմում Սյունիքից նահատակվեցին 228 հոգի։ Մենք հիշում ենք նրանց հիշատակը, հարգում ենք նրանց հիշատակը եւ խոնարհվում ենք նրանց հիշատակի առջև։ Եվ համաձայն չեք այն մարդկանց տեսակետին, թե իբր նրանք նահատակվել են հանուն ոչնչի։ Նրանք նահատակվել են հայոց արժանապատվության, նահատակվել են հայոց անկախ պետականության եւ նրանց գործը անպայման շարունակություն է ունենալու։ Եթե անգամ այսօր այդ կերպ չի ընկալվում թեման, ապա համոզված եմ գալիք սերունդները անպայման ոգեշնչվելու են նրանց հերոսական գործերով եւ այդպես են տեր կանգնելու մեր պետականությանը, մեր արժանապատվությանը, հայոց ինքնիշխանությանը։ Ճիշտ ասած, ինչ մի զարմացնում է նաեւ այն մարդկանց տեսակետը, ովքեր միանշանակ առանց մտածելու հայտարարում են, թե Արցախը Ադրբեջանի կազմում է եւ այդպես էլ պետք է լինի, իբր դա ճշմարտություն է։ Ես նման մարդկանց փորձում եմ բացատրել եւ բացատրում եմ հետեւյալով, թող ինձ ներեն այդ կարգի մտածողները, բայց նման միտք կամ նման տեսակետ կարող են արտահայտել մարդիկ, ովքեր չեն տիրապետում պատմությանը, տարրական գիտելիքներ չունեն այդ խնդրի վերաբերյալ։ Նման մտածողներին ես միշտ խորհուրդ եմ տվել եւ խորհուրդ եմ տալիս դրանից առաջ մտածել եւ պատասխանել հարցին, իսկ որտեղ էր Արցախը եւ որ պետության կազմում էր Արցախը մինչեւ 1918 թվականը, երբ առհասարակ չէր շրջանառվում ադրբեջանցի բառը, երբ նման անվանումով ժողովուրդ չկար։ Նաեւ իսկ տեղյակ են այդ մարդիկ, թե ինչպես 1921 թվականի հուլիսին, ինչ հանգամանքների արդյունքում, ինչ հանգամանքների պարտադրանքով հայոց Արցախը բռնակցվեց Ադրբեջանի Հանրապետությանը։ Ահա բոլոր այս հարցերը իմանալուց հետո կարծում եմ նրանք միգուցե մտածեն այն հարցի շուրջ, թե որքանով է արդարացի եւ ճշմարիտ Արցախին Ադրբեջանի կազմում տեսնելը։ Իսկ ամենացավալին այն է, որ մեզանից ոմանք ցավոք սրտի
Այսօր էլ չարախոսում են դժբախտության մեջ հայտնված արցախցիների մասին։ Այսօր էլ չարախոսում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին, ովքեր այսօր ադրբեջանական զնդաններում շինծու մեղադրանքներով դատում են եւ դատապարտվում են եւ այնտեղ պահելով, այդ կերպ պահելով, պահպանելով հարգանքը մեր արժանապատվության, մեր հայոց արժեքների հանդեպ։ Ես իսկապես զարմանում եմ այդ մարդկանց տեսակի վրա եւ ինքս ինձ հարց եմ տալու, մինչեւ երբ պետք է մենք այսպես իրար մասին չարախոսելով մենք ընթանանք առաջ, մինչեւ երբ պետք է շարունակվի այս ատելությունը, որ նստած է մեր մեջ։